Տերյան-Թումանյան փողոցների Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների առանցքում, որտեղ 1920-ական թվականներին դեռևս կիսակառույց տներ էին իրենց այգիներով, այժմ վեր է խոյանում մի հոյակառույց, բոլորիս քաջ ծանոթ ու հարազատ օպերայի և բալետի թատրոնի շենքը։ Գեղեցիկ գործ է, չէ՞, բայց երբ տեսնեք, թե ինչպիսին այն պետք է լիներ, կհամոզվեք, որ կորցրել ենք աշխարհի ամենահայտնի կառույցներից մեկն ունենալու հնարավորությունը։ Այսօր մենք կանդրադառնանք հենց այս պատմությանը։ Ալեքսանդր Թամանյանը ուսումն ավարտելով Ռուսաստանում շուրջ 14 տարի կառուցեց ու ակտիվ գործունեություն ծավալեց այնտեղ, բայց այդուհանդերձ 1923 թվականին Խորհրդային Հայաստանի հրավերով ամբողջ ընտանիքով տեղափոխվեց Երևան, իրականացնելու հայրենի հողի վրա աշխատելու և կառուցելու իր երազանքը։ Վերադառնալով հայրենիք, նա առաջին իսկ օրերից ձեռնամուխ եղավ Երևանի գլխավոր հատակագծի ստեղծման աշխատանքներին։ Երևանի հատակագծից բացի, Թամանյանը մշտապես զբաղված էր տարբեր նշանակության և բնույթի շենքերի նախագծերով ու կառուցումով, սրանց մեջ իր կյանքի ամենակարևոր, ամենասիրելի գործով՝ Երևանի օպերային թատրոնի շենքի նախագծով։ Օպերային թատրոնի շենքը այն կառույցն է, որի նախագծման ժամանակ ճարտարապետը լայն հնարավորություն ունի դրսևորելու իր տաղանդը։ Նման կառույցների մեջ կան գլուխգործոցներ, որոնք ճարտարապետության պատմության դասական օրինակներից են։ Ալեքսանդր Թամանյանի հեղինակած Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը կամ Ժողտունը, ինչպես այն նախապես անվանվել է, մեկն է դրանցից։ Ժողտան տեղը, դիրքը գլխավոր հատակագծում ընտրված է ելնելով մի քանի գործոններից։ Նախ այդ տարածքը հղացած էր որպես քաղաքի մշակույթի կենտրոն, այն հարմար էր հաղորդակցվելու զբոսայգիների շրջանաձև պուրակի հետ, բացի այդ պահպանվել է վկայություններ, համաձայն որոնց այդ տեղում եղել է հեթանոսական երգի պարի տաճար։ Մեր նախնիները գիտեին ինչպես տեղակայել մասնավորապես պաշտամունքային կառույցները և ամենայն հավանականությամբ այդ տեղը առավելագույնս հարմար է մի այնպիսի կառույցի համար, ինչպիսին է օպերային թատրոնը իր թատերական ու համերգային բաղկացուցիչներով։ Թատրոնը կառուցվելու էր տեղական քարի ընտիր տեսակներից, ճակատները գրանիտից, իսկ ներսը Հայաստանի տարատեսակ մարմարներից։ Իր կազմությամբ շենքը լինելու էր երկաթ բետոնային կմախքից, որն անհրաժեշտ է երկրաշարժներին դիմակայելու համար, իսկ միջհարկային բոլոր ծածկերը և ամբողջ շենքի միջնորմերը նախագծված էին լինել հակահրդեհային։ Թատրոնի շենքը կառուցվելու էր հրապարակի մեջտեղում, իսկ Ժողտան բաղկացուցիչ մասերը, համերգային դահլիճը, լսարանը, գրադարան, ընթերցասրահը, ցուցադրական դահլիճները, խմբակային պարապմունքների սենյակները որպես մասնաշենքեր հրապարակի շուրջը։ Այս նախագծի հիմնական գաղափարն այն է, որ ձմեռային և ամառային թատրոնները միացված էին լինելու մեկ շենքում։ Իսկ օպերային շենքի ճակատը, ահա այսպես, պետք է պսակված լիներ գեղեցիկ արձաններով։ Ջեմասրահը պետք է իրենից ներկայացներ դահլիճին կից այգի։ Հենց այս վայրում նախատեսված էր, իհարկե ոչ թե տարատեսակ սրճարաններ, այլ սյունաշարեր, սրահներ, նստարաններ, նույնիսկ հատուկ ավտոկայանատեղիներ, անցումներ ու շատրվաններ։ Նախագծված կառույցը, ինչպես տեսնում եք, պետք է ունենար շատ շքեղ տեսք ու լիներ մասշտաբով բավականին մեծ։ Նախագծում նշմարվում են նույնիսկ Կասկադի ուրվագիծը և մերձակա բնակելի շենքերը։ Ինչպես Թամանյանը մտահղացավ ստեղծել օպերայի և բալետի թատրոնի շենք, ինչ փորձությունների ենթարկվեց նրա նախագիծը և ինչ շարունակություն ունեցավ այս պատմությունը։ Ներկայացնենք հնարավորինս մանրակրկիտ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին սոցիալ-տնտեսական վատթար պայմաններում Ռուսաստանում նախագծերը մեծ մասամբ մնում էին թղթի վրա։ 20-ական թվականների սկզբին մշակված չէին եղել հասարակական շենքերի տեսականին, մշակութային օջախների համակարգը։ Ուստի նման պարագայում Ժողտան գաղափարի ընդունումը Թամանյանի կողմից որքան անգնահատելի քայլ է եղել։ Բայց ամենակարևորն այն է, որ ինչպես նախատեսել էր ճարտարապետը, այն կարողացավ ծառայել իր հետապնդած նպատակներին։ Նրա համոզվածությունն անցել էր նաև հանրապետության ղեկավարներին։ Ժողտան համալիրից առաջին հերթին նախատեսված էր կառուցել թատրոնը, և պաշտոնական փաստաթղթերում այն այդպես էլ անվանվել է՝ պետթատրոն։
1925 թվականի հունվարից Թամանյանը զբաղեցրել է պետպլանի շինտեխնիկական բաժնի նախագահի պաշտոնը։ Ի պաշտոնե նա տեղյակ էր, որ Հայաստանում ծրագրվում է մեծաքանակ կառույցների շինարարություն, որոնց եթե ոչ բոլորի, ապա գոնե ամենախոշոր շինությունների նախագծերը ենթադրաբար պետք է կատարի ինքը։ Կառավարության հաստատած ցուցակը բաղկացած էր 20 կետից, որոնց մեջ թվարկվում էր նաև պետական թատրոնը։ 1926 թվականի հունվարին Երևանում կայանում է Անդրկովկասյան կենտգործկոմի նստաշրջանը։ Հաշվի առնելով, որ Երևանում թատրոն չկա, որ կկարողանա բավարարել մայրաքաղաքի մշակութային պայմանները եւ չկա նույնիսկ դահլիճ մեծ համագումարների համար, Անդրկովկասյան կենտգործկոմը որպես նվեր որոշում է Երևանում կառուցել ժողտուն, թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Իսկ այդ որոշման իրագործումը հանձնարարվում է Հայաստանի կենտգործկոմի նախագահությանը, որն էլ անմիջապես ձեռնամուխ է լինում նախագծային առաջադրանք կազմելու։ Կազմվում է հանձնաժողով, բաղկացած հանրապետության ամենանշանավոր 20 մարդկանցից, ինչպես նաև Մոսկվայից հրավիրված մասնագետներից՝ Դեմիրճյան, Դրամբյան, Քալանթար, Մռավյան, Կարինյան, Սարյան, Թամանյան, Չարենց, Յակուլով, Կուզնեցով եւ այլք։ Նախագծի կատարման ու շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալեքսանդր Թամանյանին։ Հիմնական թեզն այն էր, որ ժողտան տեսքը պետք է ստեղծվի հայկական դասական եւ ժողովրդական ճարտարապետության հիման վրա։ Նշենք, որ հակառակ կարծիքներ շատ եղան։ Ազգայինին հետևելը հետադիմություն է համարվել, սակայն Թամանյանն արել էր իր ընտրությունը, այն է, ազգային եւ համաշխարհային դասական օրինակների վրա ստեղծել նորավոճ հայկական ճարտարապետություն։ Եվ նա այնքան խորն էր համոզված իր ստեղծագործության գեղագիտական առավելության մեջ, որ ոչ մի անձնական, հասարակական եւ նույնիսկ պետական ճնշման չի ենթարկվել։ Փոխարենը նույնիսկ նրա ամենաանտակտ քննադատները շատ արագ հանդարտվել են։ Թամանյանը գտնում էր, որ ժողտան նման կարևոր հասարակական կառույց նախագծելուց առաջ անհրաժեշտ է անցկացնել մրցույթ։ Մրցույթին ներկայացվել էր 8 նախագիծ, սակայն արդյունքները վերջին հաշվով անբավարար էին եղել։ Այդ խնդիրը պետք է լուծեր Թամանյանը։ Նա սկսել եւ շարունակաբար կատարելագործել է ժողտան նախագիծը, ձգտելով իրականացնել նորագույն պահանջները բավարարող թատրոն, եւ ինչպիսին պետք է լիներ այն։ Այս թատրոնական շենքը կարելի ասել ընդհանրապես նոր խոսք է թատրոնի նախագծման ասպարեզում։ Այս թատրոնում նա նախատեսում էր 2 դահլիճներ, եւ ձմեռային եւ ամառային։ Բացի դրանից, այնպիսի հարմարություն է ստեղծված, 2 կողմից պանդուսներ կան, թեք հարթություններ, եթե հասարակական մեծ իրադարձություններ, տոնախմբություններ, կարող է ժողովուրդը այս պանդուսով բարձրանալ, մտնել բեմը եւ մյուս պանդուսով դուրս գալ։ Սա նոր խոսք էր, նախ երկդահլիճ թատրոնը, երկրորդը այսպիսի հասարակական ծառայությունների համար։ Բեմական 3 բացվածքներ կային։ Մեկը կենտրոնական, աջ եւ ձախ կողմերում ավելի նեղը։ Դրանք հիմա փակված են, չեն աշխատում։ Նպատակն ինչ էր, եթե ներկայացումն այնպիսին էր, որ պիտի կենտրոնից փոխադրվեր, շարունակվեր աջ կողմում կամ ձախ կողմում, այդ վարակույրները բացվում էին եւ ներկայացումը չէր ընդհատվում, շարունակվում էր։ Բացի դրանից մի նորույթ, որը ցավոք սրտի չիրականացվեց, Թամանյանը նախատեսնում էր բոլոր բազկաթոռները անել շարժական։ Եթե ներկայացումը փոխադրում է աջ կողմի բեմահարթակին, ավտոմատ կերպով նստարանները շուռ էին գալիս դեպի աջ։ Եթե պիտի ձախ կողմը, նստարանները ավտոմատ, ոչ թե 3 նստողներն էին շուռ տալիս, ավտոմատ պտտում են եւ դրա համար բեմի տակին մի մեծ տարածություն կար, որտեղ պետք է այդ մեքենաները ավտոմատ աշխատացնող տեղավորվեին։ Սակայն տարբեր պատճառներով այն ժամանակվա մեր նյութական, տեխնիկական հնարավորությունների պակասության պատճառով Թամանյանի այդ հանճարեղ միտքը չիրականացվեց։
Պատկերացնում եք, Թամանյանը նման տեխնոլոգիաներով հագեցած շինություն նախագծել է դեռևս 20-ական թվականներին, երբ մեր օրերում է այդ ամենը նույնիսկ շքեղություն համարվում։ Դա իրոք որ կարող էր հանճարեղ մարդը միայն անել։ Իդեպ այդ տարիներին դեռ չէին ստեղծվել հետագայում մեծ հռչակ ձեռք բերած թատերային շենքերը, ինչպիսին են Պերը եղբայրների թատրոնը Փարիզում, Պիսկատորի թատրոնը Գերմանիայում։ Թամանյանը իր այս նախագծով մեծ ներդրում ունեցավ համաշխարհային այդ գործընթացում։ Նույնիսկ մեր օրերում զարմանք է պատճառում Թամանյանի նախապատրաստական աշխատանքի ծավալն ու որակը։ Տարիների ընթացքում որքան է նա աշխատել, գծել, ջնջել, բազում անգամ փոխել հատակագծերը, իր փորձերը միշտ համարելով անհամապատասխան իր ներքին շքեղ տեսիլին եւ միշտ ձգտելով կատարելության։ Ժողտան նախագծման շուրջ կատարված աշխատանքը կազմում էր մի քանի տասնյակ թղթապանակ, իսկ քանի օբյեկտ էր նա նախագծում եւ այն էլ միաժամանակ։ Ժողտան նախագծի համար Թամանյանին անհրաժեշտ էր նորմատիվային եւ տեխնիկական ինֆորմացիա, որպեսզի Երևանում չկար։ Իր մերձավոր բարեկամ Նիկոլայ Լասերեն նրան ուղարկում է թատրոնին վերաբերող նախագծային նորմաների եւ գրականության փաթեթ։ Վիեննայից Պողոս Մակինցյանը նրան ուղարկում է եվրոպական թատրոնների նախագծերի վերաբերյալ նյութեր։ Սակայն շուտով սկսվում է Թամանյանի համար ճնշող ու բարդ մի շրջան, որը տևում է շուրջ 5 տարի։ Ժողտան նախագծի ձեռնարկման ժամանակ Երևանում արդեն ձևավորված էին ավանգարդիստական ձախ հայացքները, որոնք ունեին իրենց համակիրները։ Նրանք, կրկնելով Ռուսաստանում տեղակայված կենտրոնում ընթացող գործընթացները, հաճախ էին ագրեսիվ դառնում։ Ուստի Հայաստանի կենտգործկոմն իր հետագա քայլերում կողմնորոշվելու համար Ժողտան նախագիծը ուղարկում է փորձաքննության ԽՍՀՄ ամենանշանավոր 3 ճարտարապետներից կազմված հանձնաժողով՝ Շչուսև, Ժոլտովսկի, Ֆոմին։ Թեև հանձնաժողովի անդամները դասական ճարտարապետության ջատագովներ էին եւ դասականի կանոններով երկար տարիներ գլուխգործոցներ էին կառուցել, 20-ական թվականներին նրանք եւս սկսել էին վարանել իրենց համոզմունքներում եւ Թամանյանի հեղինակած նախագծին նրանք վերաբերվում են մեծ ակնածանքով։ Հայաստանի կենտգործկոմ ներկայացված քննարկման զեկուցագրում նշվում է. Ակադեմիկոս Թամանովի նախագիծը համարել հետաքրքիր, առաջադրված խնդիրը հիմնովին լուծող, արժանի մեծ ուշադրության ու իրականացման։ Հանձնաժողովը միանգամայն ճիշտ է գտնում նախագծման եւ կառուցման աշխատանքների հանձնումը այնպիսի ականավոր վարպետին, ինչպիսին է Թամանովը։ Հանձնաժողովը հանգամանորեն վերլուծել է նախագիծը եւ գտնում է, որ այդ կառույցը առավել հաջող իրականացնելու համար Հայաստանի կառավարության ընձեռած ազատությունն ու վստահությունը Թամանովին հնարավորություն կտան ստեղծել Երևանը զարդարող նշանավոր մի հուշարձան։ Ժողտան շինարարությունը պետք է ֆինանսավորել անդրգործկոմը, որն առանձնապես չէր շտապում դա անել։ Ժողտան շինարարության անորոշ վիճակի պատճառով կառավարությունը շինհրապարակում հավաքված շինանյութը եւ մեխանիզմները պարբերաբար իբրև թե պարտքով ուղարկում էր այլ կառույցների շինարարություն, ինչը մեծ ցավ էր պատճառում Թամանյանին։ Այս վիճակը շարունակվում է մոտ 1.5 տարի։ Ի վերջո Թբիլիսիից խոստանում են աջակցել եւ կրկին պահանջում են նախագիծը։ Այնտեղ քննադատության են ենթարկվում ընդհանուր բեմի գաղափարը, շարժական պարտերը եւ այլն։ Սակայն կոմիտեն հատկապես չէր ընդունում այն, որ շենքը նախատեսված էր կառուցել ազգային ճարտարապետական ոճով, ինչը ըստ կոմիտեի չէր համապատասխանում ժամանակի ոգուն։ Եվ քանի որ կոմիտեն այդ հարցին լուծում տալու իրավասություն չուներ, որոշում է կայացվում այն դարձնել ճարտարապետական հասարակության քննարկման առարկա Թբիլիսիում եւ Մոսկվայում։ Թամանյանին սպասվում էր մի մեծ փորձություն եւս, մի ընդդիմադիր ուժ եւ անբավարար պրոֆեսիոնալիզմով եւ ընդգծված չկամությամբ։ Սակայն Թամանյանն իր ընդարձակ ու հանգամանալից ելույթով կարողանում է ապացուցել իր նախագծի իրականանալի լինելը։ Վերջապես կայանում է անդրժողկոմի խորհրդի որոշումը Ժողտան նախագծի եւ նախահաշվի հաստատման մասին, միայն թե լրացումով, տնտեսել ծախսերը, շենքի չափսերը փոքրացնելով, թանկարժեք շինանյութերը էժանով փոխարինելով ու կրճատելով թանկարժեք տրանսֆորմացիաները։ Թամանյանը շենքի ստեղծման աշխատանքներին զուգահեռ պետք է լուծեր 3 հիմնախնդիր։ Սեփականատերերից հողամասերի օտարումը, այսինքն ազատել տվյալ տարածքը, որոշել Գեցեմանի մատուռի ճակատագիրը եւ տեղափոխել Մամրեի ոռոգիչ ջրատարը։ Սեփականատերերից հողերի օտարումը սկսվում է 1926 թվականի նոյեմբերին։ Սեփականատերերի հետ խնդիրները պետք է լուծեին տեղական իշխանությունները, սակայն օրենքների անկատարության պատճառով Թամանյանը անձամբ է զբաղվում այս խնդրի լուծմամբ։ Ամենամեծ այգիների տերերը Բաշիրովները, Ջանիբեկովները եւ Պողոսյան եղբայրներն էին։ Անիչկա Պողոսյանը վառ հիշողություններ ունի իրենց տուն ճարտարապետ Թամանյանի այցելությունների մասին։ Խանջանի մեքենան բանը սալատովի գույնի բաց ուրեմն ներս մտավ մեր բակը
Այդ ժամանակ հայրիկս մոտեցավ, ուրեմն Խանջանն էր, աղասի Խանջանը, Երզինկյանը, Ալեքսանդր Թամանյանը, հա, պենսներով, սև գույնի ֆրակով, հա, ցեպոչկան էլ էսպես կախված, ասեց, որ մենք կառուցելու ենք այնպիսի շենք, այնպիսի շինություն պետք է լինի, երկաթյա բետոնից, ձեռքերն էլ էսպես արեց, երկաթյա բետոնից պետք է գործվի, երկաթներից և բետոնը լցվի, նոր հետո բան լինի։ Այնպիսի շինություն պետք է լինի, այ կանգնեց և այ էսպես։ Այդ շինությունը այնպիսին պետք է լինի, որ աշխարհը կործանվի, գնդակի նման գլոր մլոր կգնա, նա երբեք չի փլզվի, չի քանդվի։ Այդ տարածքը ազատելու դիմաց Պողոսյանին առաջարկում են Նորքում բնակության համար ընտրել ցանկացած տարածք, տան հատակագծի ընտրություն առանց սահմանափակման, ընդ որում իր ընդարձակ հողամասով, սակայն հորեղբորը այգու համար, ծառների համար փող ուզեց, իսկ հայրիկս ասեց, թե գիտեք ինչ, ես ասեց, իմ հողամասը իրա ծառներով նվիրում եմ մեր հայկական թատրոնը, մեր օպերան կառուցելու համար, անմիջապես Խանջանը հանեց բլոկնոտը իրա և գրեց Ալավերդյան 67 տան բնակիչ Վահրամ Խաչատուրի Պողոսյանը իր հողամասը 28 պտղատու ծառներով, ես լավ եմ հիշում, նվիրեց հայկական մեծ թատրոնը, օպերայի շենքը փագագծի մեջ էլ գրեց ժողտունը ու փագագիծը փակեց։ Խանջան, Երզինկյան, Թամանյան, Ղամբարյան։ Իսկ Շահումյանի անվան ջրանցք վերանվանված Մամրեի ջրատարը հեշտությամբ տեղափոխվում է։ Ամենացավոտը Գեցեմանի մատուրի հարցն էր։ Նոր կտակարանի համաձայն այն ձիթենյաց այգիների վայր էր, ուր Քրիստոսը իր վերջին աղոթքն էր արել խաչվելուց առաջ։ Այն կառուցվել էր 1679 թվականին, երկրաշարժից ավերված հին եկեղեցու տեղում։ Ժողտան կառուցման համար մատուրը շրջանցելը անհնար էր։ Թամանյանը որոշում է այն տեղափոխել, իսկ մատուրի քարերը համարակալում են։ Սակայն Ժողտան ֆինանսավորման հետաձգման պատճառով հետաձգվում են նաև մատուրի վերականգնումը։ Հետագայում մատուրի քարերը այլոց ղեկավարության ներքո աննրբանակատորեն օգտագործվում են Ժողտան աշխատողների համար բնակելի տան շինարարությունում։ 1930 թվականի հուլիսին սկսվել են Ժողտան փոսորակի հողային աշխատանքները։ Ժողտան հիմնադրումը կայացել է 1930 թվականի աշտանը, մի պայծառ արևոտ օր, սակայն եղանակը հանկարծ փոխվել է, երկինքը ծածկվել ամպերով։ Չնայած դրան, Ժողտան շինարարության բակում շարունակվել է արտասովոր աշխուժն ու եռուզեռը։ Շինհրապարակում մեծ ամբիոն էր կառուցված, որից շատերը ճառեր էին ասում հիմնադրման առթիվ։ Այսպես է սկսվել բուն գործընթացը։ Մի նեղ եւ մագաղաթի նման երկար թղթի վրա Թամանյանի հրավերով ստորագրել են ներկա գտնվողները։ Երբ այլևս ստորագրելու տեղ չի եղել, թուղթը դրել են գլանաձև արյուրե խողովակի մեջ, ապա դրա կափարիչը զոդել անագով, որը լցված է եղել բուսական յուղով։ Այնուհետև այդ արգղի կափարիչը նույնպես զոդվել եւ իջեցվել է նախապատրաստած ցեմենտապատ փոսը։ Փոսորակի խորությունը 19 մետր է եղել։ Երևանցիների վրա փոսորակը միայն իր չափերով մեծ տպավորություն է թողել։ Ձեռակերտ այդ անդունդում արկա աշխուժին անտարբեր չի մնացել նաև Մարտիրոս Սարյանը։ Նա ստեղծել է 2 կտավ, որոնցից մեկը գնել է Տրետյակովյան պատկերասրահը, ինչն ինքնին վկայում է նրա արժեքը։ Երկրորդ կտավը Սարյանն ավարտել է 1931 թվականին, որը այժմ գտնվում է նկարչի տուն-թանգարանում։ Կտավներից երևում է, որ փոսորակում աշխատանքները հիմնականում կատարվում էին ձեռքով, քնունգներով ու բահերով։ Հողը փոսորակից հանվում էր եզներին ու էշերին լծած սայլերով։ Թամանյանի կողմից գրված հաշվետվություններից մեկում նշված է, որ պետթատրոնի աշխատանքային գծագրերը մեծ մասամբ կատարված են։ 516 գծագիր է ուղարկվել շինարարություն, իսկ նախագիծը ամբողջությամբ նախատեսված էր ավարտել դեռևս 1934 թվականի մարտի 1-ին։ Սակայն ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես նախատեսված էր։ Դեռ ավելին։
Շուտով Թամանյանին ուղարկում են նոր որոշում՝ պետթատրոնի նախագծում մտցնել փոփոխություններ, որ հնարավոր լինի Լենինի արձանը կառուցել ուղիղ շինության գլխի։ Հենց այստեղ, մոտավորապես այս դիրքով։ Թամանյանը անհեթեթ է գտնում այս գաղափարը, նույնիսկ հումորով է ընդունում այն։ Անկեղծ ասած դժվար է կողմնորոշվել, որտեղ գտնել նման կառույցի վրա Լենինի արձան տեղադրելու գաղափարի տրամաբանությունը։ Միգուցե այդ ժամանակ Լենինի արձան կանգնեցնելը նաև խիստ ժամանակակից երևույթ է եղել։ Ինչևէ, հակառակվելը անհնար էր, եւ Թամանյանը սկսում է արդեն ավարտված նախագծի ու շինարարության ընթացքում գտնվող կառույցի ձևափոխումները։ Այս գաղափարը խնդրի գեղարվեստական լուծման տեսակետից սկզբնապես դժվար իրականանալի էր թվում ճարտարապետին, բայց 2 ամիս լարված աշխատելով նա սկսում է դառնալ այդ գաղափարի կողմնակիցը, քանի որ այդ նոր նախագծով շենքը թվում էր ավելի վիթխարի եւ հանդիսավոր էր դարձել։ Շինության վրա նա նախագծել էր հաղթանակի կամար, որի վրա էլ, ինչպես տեսնում եք, կառուցվելու էր Լենինի արձանը, ոտքերի շուրջ բոլորը մարդկանց հոծ խմբեր։ Այսպես կառույցի բարձրությունը 100 մետրից ավելի էր։ Երբ հեռվից նայում ենք, օպերային թատրոնի շենքը ասես մի շքեղ տորտ լինի, իսկ պատկերացնում եք վրան էլ դեռ Լենինի արձանը։ Դե դա էլ ասես հենց տորտի մոմը կլիներ, բայց գործը չհասավ մոմին։ Լենինի արձանը տեղադրելու որոշումը ինչպես ընդունվեց, այնպես էլ չեղյալ համարվեց։ Կառույցի շինարարության թանկացման եւ այն շուտ ավարտելու կառավարության ցանկության պատճառով։ Ֆինանսավորում չստանալու պատճառով շինարարության հաճախակի դադարեցումն ու խիստ դանդաղեցումը կանխելու համար Թամանյանը իր ձեռքով մշակում է նախահաշվի կրճատման տարբերակներ, այն մեծ հույսով, որ կրճատված ծավալները ապագայում կլրացվեն։ Նա առաջարկում էր ամառային դահլիճը իր բոլոր սենյակներով առայժմ չկառուցել, գրանիտե երեսպատումը չանել, բարդ մեխանիզմները, շուռ եկող պարտերը, պտտվող բեմը եւ անդրկուլիսյան վերուվարող պրիզմաները առայժմ չիրականացնել։ Նույն ամսին կայանում է Միութենական ճարտարապետական ակադեմիայի գիտական նիստը, որին հրավիրվում է նաև Թամանյանը։ Այնտեղ նրան առաջարկում են դասախոսություններ կարդալ, ասպիրանտներ ղեկավարել։ Նա նույնիսկ Տաջիկստանի պետպլանի կողմից է խնդրանք ստանում Դուշանբեում նախագծել կառավարական տուն։ Սակայն Թամանյանը այլևս անկարող էր։ Լարված ու տևական աշխատանքը հյուծել էր ականավոր ճարտարապետին։ Այդ տարիքում նա արդեն ծերունու էր նման, գրեթե կորցրել էր տեսողությունը։ Հիվանդ ու հյուծված մարմինը չկարողացավ համաչափ քայլել նրա եռանդի հետ, եւ 1936 թվականի փետրվարի 20-ին նա կնքեց իր մահկանացուն։ Տեսնելով իր սիրելի կառույցի, որը նա իր կարապի երգն էր համարում, հազիվ 1 մետր կազմող պատերը միայն։ Մինչ ուղարկավորությունը վարպետի աճյունը դրեցին կառուցվելիք շենքի հիմնաքարին։ Ով գիտե, միգուցե մյուս կողմից ճակատագիրը վարձահատույց եղավ տաղանդավոր վարպետին, եւ նա շատ արվեստագետների նման չանցավ 37-ի թոհուբոհով։ Իդեպ շատերի կարծիքով Թամանյանի անունը վաղուց արդեն հայտնվել էր այդ սև ցուցակում։ Նշենք, որ ականավոր ճարտարապետի մահվանից 1 տարի անց 1937 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում սովետական ցուցանմուշներին շնորհվել է 593 պարգև, որպես իր նախադեպը չունեցող թատրոնի շենք Grand Prix բարձրագույն մրցանակի է արժանանում նաև Ալեքսանդր Թամանյանի Ժողտան նախագիծը, իսկ ցուցադրված մակետը այժմ գտնվում է Մոսկվայում Շչուսևի անվան ճարտարապետության թանգարանում։ Թամանյանը իր մտերիմներից մեկին հայտնել էր իր մտավախությունը այն մասին, որ որդին Գևորգը քիչ է մնում իր արվեստանոցում եւ շատ ժամանակ է հատկացնում սպորտին։ Ճարտարապետի մահվանից հետո շատ կարճ ժամանակահատվածով շինարարությունը ղեկավարում է ճարտարապետ Հովհաննես Խալփախչյանը։ Նրան հաջորդում է 25-ամյա Գևորգ Թամանյանը, ով իր վրա ծանրացած պարտականությունը կատարում է զարմանալի նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ։ Երևանի օպերայի եւ բալետի թատրոնի շենքը բոլոր առումներով երևելի շենք է, ինչ խոսք այն առավել շքեղ կլիներ, եթե կառուցվեր այնպես, ինչպես ի սկզբանե մտահղացել էր ճարտարապետը։ Թամանյանի մտահղացումները փաստորեն միշտ ժամանակից առաջ են եկել։ Այդ իսկ պատճառով շատ հաճախ ըստ արժանվուն չեն ընկալվել եւ գնահատվել։ Նրա գյուտերը այն ժամանակ ոչ միայն սպասված չէին, այլ նաեւ չպահանջարկված։ Այսքանը։